Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկման ընթացքում մենք ականատես կլինենք չափազանց լարված դիմակայությունների և ցավոտ բացահայտումների, որոնք ավելի են խճճում մեր հերոսների առանց այն էլ բարդ կյանքը։ Ամեն ինչ զարգանում է անկանխատեսելի արագությամբ։ Հունանը հերթական անգամ ապացուցում է, որ ինքը չափազանց խելացի, սառնասիրտ և խորամանկ մարդ է։ Նա շատ լավ հասկանում է Ավոյի բոլոր թաքնված մտադրությունները։ Իմանալով այն մեծ գաղտնիքը, որ Ավոն վերջապես գտել է իր եղբոր որդուն Վովային, և որ հենց այդ պահին նրանք միասին ճաշում են ռեստորանում, Հունանը որոշում է գործել անհապաղ։ Նա գնում է այնտեղ, ունենալով միայն մեկ հստակ նպատակ՝ անխղճորեն ստորացնել և ոչնչացնել Ավոյին անձամբ Վովայի աչքերում։ Եվ նրան դա հաջողվում է գերազանցապես։ Հենց Ավոն նկատում է Հունանին, միանգամից խառնվում է իրար։ Գույնը գցում է ու խուճապահար ասում Վովային, որ արդեն դուրս գալու ժամանակն է։ Սակայն Հունանը թույլ չի տալիս նրանց հեշտությամբ հեռանալ։ Նա հնչեցնում է ծանր սպառնալիքներ և հոգեբանորեն ոչնչացնում է Ավոյին։ Վովան, չհասկանալով իրավիճակի ողջ լրջությունը, հեռանում է, իսկ Հունանը շարունակում է իր դաժան գրոհը։ Ավոն, վախից դրդված, փորձում է հերքել Հունանի խոսքերը, պնդելով, թե Վովան իր եղբոր որդին չէ, սակայն Հունանը կտրուկ լռեցնում է նրան, ասելով, որ իրեն գժի տեղ չդնի, քանի որ ինքն արդեն ամեն ինչ գիտի։ Այս լարվածության ֆոնին մենք տեսնում ենք նաև չափազանց հուզիչ և անկեղծ մի տեսարան Լեայի և Գրիշոյի մասնակցությամբ։ Քույր ու եղբայր պատահաբար հանդիպում են Իննայի ռեստորանում։ Գրիշոն ահավոր հարբած է, ինչն էլ ստիպում է նրան խոսել առանց դիմակների և ասել այն ամենը, ինչ իսկապես կուտակվել է իր ներսում։ Լեան, տեսնելով եղբոր տառապանքը, խնդրում ու աղերսում է նրան պարզապես թողնել ամեն ինչ ու հեռանալ երկրից։ Գրիշոն ցավը սրտում խոստովանում է սարսափելի ճշմարտությունը։ Նա ասում է, որ իրենց բոլոր դժբախտությունների և այս դժոխքի միակ մեղավորը իրենց հայրն է։ Գրիշոն բարձրաձայնում է, որ հայրը տարիներ առաջ սարսափելի սպանություն է գործել, և հիմա իրենք, նրա զավակներն են պատասխան տալիս և քավում նրա գործած մեղքերը։ Այս ծանր խոսակցությունից անմիջապես հետո Գրիշոն, դեռևս ծայրահեղ հարբած վիճակում, որոշում է գնալ Մաշի մոտ։ Նա ներխուժում է այնտեղ միայն մեկ նպատակով՝ կոշտ պահանջել, որպեսզի այդ աղջիկն ընդմիշտ հեռու մնա իրենից և իր ընտանիքից։ Սակայն Մաշը չի պատրաստվում հանձնվել։ Նա համառորեն հայտարարում է, որ ցանկանում է, որպեսզի իր երեխան կրի Գրիշոյի ազգանունը։ Գրիշոն շատ կոպիտ ու սառնասրտորեն հիշեցնում է նրան, որ ինքը երբեք ոչ մի պայմանով նրան ոչինչ չի խոստացել։ Իսկ Մանանը վերջապես վերադառնում է Սարգսյանների տուն և բացում բոլոր փակագծերը։ Նա հարազատներին պատմում է հիվանդանոցում տեղի ունեցածի ողջ ճշմարտությունը։ Մանանը խոստովանում է, որ Գրիշոն իսկապես վերջին րոպեին հասել և փրկել է երեխայի կյանքը, սակայն դրանից հետո ուժով ստիպել է իրեն գնալ նրա հետ։ Հենց այդ ճնշման և սթրեսի հետևանքով Մանանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և Գրիշոն ստիպված կրկին նրան հետ է տարել հիվանդանոց։ Եվ հենց այնտեղ Մանանը, չկարողանալով ներել նրա դավաճանությունը, խայտառակ կերպով դուրս է վռնդել Գրիշոյին իր հիվանդասենյակից։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, արդյոք Հունանի այս բացահայտումից հետո Ավոն կնահանջի։ Եվ արդյոք Գրիշոն վերջնականապես կկորցնի Մանանին այսքան ստորացումներից հետո։ Կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտելու համար և չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին։